Բարև ձեզ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կարծես թե հայտնվել է արտաքին քաղաքական բավական բարդ խաչմերուկում։ Մի կողմից Մոսկվան է իր տնտեսական սահմանափակումներով եւ կոշտ պահանջներով, մյուս կողմից Բրյուսելն է իր տնտեսական աջակցության նախագծերով եւ խոստումներով։ Հարավում Իրանն է, որպես նոր էներգետիկ այլընտրանք Հայաստանի համար, այստեղ են Բաքուն եւ Անկարան, մեկը դեռ չստորագրեց խաղաղության պայմանագրով, մյուսը դեռ չբացած սահմաններով։ Այս միջոցին Ռուսաստանը շարունակում է իր կոշտ տնտեսական սահմանափակումները Հայաստանի նկատմամբ, տեղի ունենում Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը, որը կարծես թե ուրվագծում է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ պատկերը, եւ Հայաստանի օրակարգում կարծես թե առաջ է գալիս էներգետիկ անվտանգության խնդիրը։ Եվ այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի խնդիրներ, մի քանի հարցեր։ Արդյոք Ռուսաստանը կարող է գնալ գազային շանտաժի։ Արդյոք Հայաստանը կարող է յոլա գնալ ռուսական գազային շանտաժի պայմաններում։ Արդյոք իրանական գազը կարող է իրական այլընտրանք դառնալ Հայաստանի համար։ Ուրիշ ինչ այլընտրանքներ կարող է ունենալ Հայաստանը։ Այս հարցերի մասին ենք զրուցելու մենք առաջիկա 30 րոպեների ընթացքում եւ ենթադրաբար այս հարցերը կդառնան նաեւ առաջիկա թեժ, աշնան, բուռն բանավեճերի առարկա։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Էդվարդ Անտոնյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մոտավորապես ուրվագծեցի հարցերի շրջանակը, թեև եթե ժամանակ լինի, կանդրադառնանք Ադրբեջան եւ Թուրքիա, չգիտեմ կհասցնենք թե չէ, եւ նաեւ իհարկե Թրամփի հանդիպումներին։ Բայց սկսենք հայ-ռուսական հարաբերություններից եւ այստեղ ամենաթարմը բնականաբար չնայած արդեն 1 օր անցել է, բայց ելի շարունակում է հետաքրքիր մնալ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն էր, ինչի մասին էր այդ հեռախոսազրույցը, ինչ բացահայտեց։ Երբ որ Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց, անմիջապես սկսեց իրանց ծառայությունը, Ռոստելխոզնացորը ասել, որ ձեր ապրանքները անորակ են, դրա համար էլ մենք մեր ինչ քաղաքական սանկցիայի մասին է խոսքը։ Եվ Հայաստանի վարչապետն էլ էկոնոմիկայի նախարարներ հաստատեցին դա։ Ասին այո, մենք քանի տարի է ասում ենք, 8 տարի է խոսում ենք, գլուխները չի մտնում, ամեն անգամ հետաձգում են, եւ վերջապես ինչու պետք է մենք անորակ ապրանք ուղարկենք մեր դաշնակցին անկախության դիմաց, բայց դա իրականում այդպես չէր։ Եվ որ իրականում դա այդպես չէր, նաեւ ցույց տվե։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցրեց Ռուսաստանի արածը, բայց դրանից հետո գնաց Միշուստինի հետ հանդիպեց եւ այդ հարցը չլուծվեց։ Այն դեպքում, երբ որ կներեք, Միշուստինի մակարդակի չէր այդ հանդիպումը, որ պետքա լիներ, ի պաշտոնե Հայաստանի վարչապետը հավասարազորա Ռուսաստանի նախագահին կամ ԱՊՀ ներողություն երկրների նախագահներին։ Ինչի ասեմ դա ինչի համար, բայց երբ որ արդեն դրանից հետո ոչ միայն չեն շնորհավորում, այլ նաև հարցը առաջանում է, խոսում է Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը, խոստովանում են, որ դա քաղաքական սանկցիա էր։ Մի բան, որ մենք գիտեինք, մի բան, որի մասին ասում էինք, բայց որպեսզի հարաբերությունները Ռուսաստանի հետ չփչացվեր, չգիտես ինչի դա տեղափոխվում էր տնտեսական հարթություն։ Բայց այստեղ ուրիշ մեկնաբանություն էլ կա, այս տնտեսագետների հետ խոսել եմ։ Մեկնաբանությունն այն է, որ այնպես չէ, որ քաղաքական չէ, բայց այնպես էլ չէ, որ տնտեսական էլ չէ։ Այսինքն իսկապես մեր ապրանքը առանձնապես չի էլ համապատասխանում այդ չափորոշիչներին եւ այլն, բայց Ռուսաստանը միշտ աչք է փակում, բայց օգտագործում է այն պահին քաղաքական նպատակներով, երբ որ իրեն անհրաժեշտ է։ Այսինքն երկու կոմպոնենտն էլ կա այստեղ, եւ քաղաքական եւ տնտեսական։ Հիմա այսպես նայեք։ Ռուսաստանը ասում է, քո ապրանքը անորակ է, քաղաքական նկատառումներով կընդունեմ, քաղաքական նպատակներով կմերժը։ Այդ դեպքում հարցը առաջանում։ Ես մտածում եմ հետեւյալ կերպ, ինչու պետք է իմ տնտեսությունը անորակ ապրանք արտահանի, որի պարագայում մենք կախված ենք մի պետության շուկայից, այն էլ կամքից, քաղաքական կամքից։ Բայց եթե մենք մեր տնտեսությունը, եթե ճանապարհ բռներ դեպի Եվրամիություն ավելի շուտ, ոչ թե այսօր սենց հրդեհ հանգցնելու ձևով, որ Ռուսաստանը սանկցիա է կիրառում, Եվրոպան ձեռք է մեկնում։
այլ մենք հետևողական քայլերով լոգիստիկ խնդիրները լուծացել ենք, ստանդարտների հարցը լուծացել ենք, սերտիֆիկատների հարցը լուծացել ենք, մենք ի վերջո այն մակարդակի ապրանք արտադրենք, քանի 100 անգամ ասած կլեմ, մի 10 անգամ է ձեր մոտ։ Եթե մենք որակով ապրանք ունենանք, Եվրոպա էլ կուղարկենք, Ամերիկա էլ կուղարկենք, արաբական նավթային երկրներ էլ կուղարկենք։ Պարոն Անտյան, շատ լավ եք ասում, բայց նախընթաց տարիներին, եթե ձեր այդ հարցերը լուծվում են, այս իրավիճակը Ռուսաստանի պատժամիջոցները այն ժամանակ է լինելու, այսինքն դա նախ երկարատև process է, չափանիշներին համապատասխանեցնել եւ այլ։ Եվ նույնիսկ հիմա, որ մենք առանձնապես քայլեր չենք արել, Ռուսաստանն արդեն քաղաքական պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի նկատմամբ։ Երբ որ ասում եք, եթե ժամանակին անեինք, այդ ժամանակը 2004 թվականն էր, երբ որ բացատրում էինք, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, այդ ժամանակ Ռոբերտ Քոչյանը մտածում էր, որ մեր ռազմավարական օբյեկտները տանք Ռուսաստանին, տնտեսական օբյեկտները դառնա քաղաքական լծակ։ Սերժ Սարգսյանն էլ այդպես չէր մտածում։ Սերժ Սարգսյանն էլ այդպես քայլեր արեց։ Մինչև, հա, արեց, բայց մինչև 13 թվական հետո ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Սերժ Սարգսյանը արդեն ասոցիացիան համաձայնագիր էր բանակցում 3.5-4 տարի։ Հա, բայց ասոցիացիան համաձայնագրի հետ կապված 4 տարի բանակցելուց հետո, երբ որ մի օրում հայտնվում ես մաքսային միությունում, դրանից հետո լավ պետք է շատ ուրախ լինեն, որ Եվրոպան դրանից հետո ոչ միայն նեղացավ։ Դա հասկանալի է, Եվրոպան պիտի ուրախ լինենք, որ Եվրոպան ոչ միայն չնեղացավ, այլև սեպան ստորագրեց։ Բայց Հայաստանը զորություն չունեցավ, չնայած առաջին դեմքի կամքին ցանկությանը, զորություն չունեցավ կտրել կապերը Ռուսաստանի։ Շատ լավ։ Հիմա մենք մի բան հասկանանք։ Ինչու է հենց մեր զորությունը պակաս, որովհետև փոքր ենք, թե սխալ քաղաքականություն ենք վարում։ Հիմա նայենք, սխալ քաղաքականություն ենք վարել։ Այո, միայն հիմա մասի չի խոսք, այս ամբողջ ընթացքում բացի 22 տարի այդ բացին ենք խոսում։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ էին։ Հիմնադիր անդամներ։ 92 թվականին փաստաթուղթը ստորագրեցին, 94 թվականից ՀԱՊԿ գործեց 5 տարի ժամկետով։ 5 տարին լռացավ, Վրաստանն ու Ադրբեջանը դուրս եկան։ Հայաստանը մնաց։ Հիմա հարց. ինչ կատարվեց իրանց հետ։ Ինչու եմ հենց հարցը հասնում մեզ, որովհետև Վրաստանը որոշում կայացրեց, Ադրբեջանը իրանց հասարակությունը այդ որոշումը պաշտպանեց։ Մեր հասարակությունում մարդիկ ասում են, վայ, տենց բան չանեք, Ռուսաստանը կգա, ծառը կկտրի, վայ, ես կանի, մեզ կսպանի, մեզ կտրորի։ Այսինքն իրանք առավոտից իրիկու Ռուսաստանին ասում են, դու մեր մոտ ունես պարարտ հող, մենք քոնն ենք, դու ճնշի մեր իշխանության վրա, որովհետև մենք ուզում ենք քո հետ լինենք։ Մյուսը ասենք, մենակ դա ենք ասում։ Վրաստանը եւ Ադրբեջանը մտան Վուամ, ՀԱՊԿ-ից դրամել պատճառը բռնեցին դուրս եկան, չնայած Վուամը տնտեսական միություն է, քաղաքաբանը ռազմական չի, բայց իրանք ասին Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, մենք ենք Եվրոպայի գործընկերը, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստանը շրջանցելով Ադրբեջան։ Մենք այսօր երբ որ խոսում ենք, որ հարավային Կովկասում բաժանարար գծեր չունենանք, այսօր մենք 3-ով ՀԱՊԿ-ի անդամ էինք, 3-ից 2-ը դուրս են եկել, մենք մնացել ենք ՀԱՊԿ-ի սառեցված անդամ։ Ինչու հենց հարցը մեզ է հասնում, մենք ասում ենք, վայ, տենց բան չանեք, Ռուսաստանը կպատժի։ Բազաները հանեցին Վրաստանից, բազան հանեցին Ադրբեջանից։ Ինչու նրանց հետ կապված խնդրեմ չեղավ, հենց հերցը մեզ է հասնում խնդրեմ։ Վրաստանի հետ այնպես չէ, որ խնդրեմ չեղավ, Ադրբեջանին հասկանալի պատճառներով առանձնապես խնդրեմ չեղավ, իսկ Հայաստանի կախվածությունները հարավային Կովկասում Ռուսաստանից անհամեմատ մեծ են։ Հիմա մի բան նայենք, կներեք, եւ այդ կախվածությունները բոլոր ոլորտներում են։ Տնտեսական, բոլոր ոլորտներում եղել են տնտեսական, պետական, քաղաքական։ Հիմա մի բան։ Այ Վրաստանի հետ կապված մարդիկ ասում են, այդ տեսակ Վրաստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից, կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Խորը թյուրիմացություն է, որովհետև Աբխազիայի Հարավային Օսիայի հետ կապված Պրոբլեմը կար անգամ հենց անկախության պարագայում, երբ որ Ալմաթիում գնացին փաստաթուղթ ստորագրեցին 3 մերձբալթյան հանրապետությունները չմիացան ԱՊՀ-ին եւ մեկ էլ Վրաստանն ավելի ուշ միացավ։ Իսկ ինչի համար միացավ։ Ասեցից դուք ինձ կօգնեք Աբխազիան ու Հարավային Օսիան հետ բերեմ։ Ինչի մենք չգիտենք, որ Աբխազիան ու Հարավային Օսիան նրանք խնդրեմ ունեին հենց 91 թվականից սկսած։ Դա ոչ մի կապ չուներ ՀԱՊԿ-ի հետ։ Բացի դրանից մի բան էլ ասեմ։ Վրաստանից բազա նախալքալակից հանելու ժամանակ մեր հայրենակիցները գնացել էին դարպասը փակել էին, ասում որ ռուսները դուրս գան, Վրաստանի հետ մենք խնդիր կունենանք,
ռուսական բազան է մեր անվտանգությունը պահում։ Բա որ ռուսական բազան դուրս եկավ, դուք Վրաստանի հետ ո՞նց եք ապրում, որ նրանք ասում են դուք մեր կազմում եք, բայց ուզում եք, որ դուք մեզանից պաշտպանվեիք ռուսական զորքով։ Նույն սխալը Հայաստանում չեն անում։ Որ այսինքն ինչ են անում։ Թեկուզ մեր բազայի մասին է խոսքը։ Այդ նույն հարցերը հարավային Կովկասի երկու հանրապետությունը մեր աչքի առաջ արել են, նրանց հետ կապված Ռուսաստանը նման ձևով չի վարվել, որովհետև երկրի ներսում պարար թող չկար ռուսական շահերը սպասարկելու։ Սրա մասին է։ Հա, իհարկե, եւ երկրի ներսում պարար թող ռուսական շահերը սպասարկելու եւ այդ տարիների ընթացքում Հայաստանի շատ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից, քան թե ունեցել են մյուս հանրապետությունները։ Հայաստանը ցամաքային սահման չունենալով Ռուսաստանի հետ, նույնիսկ այդ պարագայում Վրաստանն ու Ադրբեջանը ցամաքային սահման ունենալով Ռուսաստանի հետ, բայց մեր կախվածությունն կոմունիկացիոն առումով ֆանտաստիկ ավելի շատ կապեր ունեն Ռուսաստանի հետ, բայց մենք ավելի շատ ենք կախված Ռուսաստանից։ Արդյոք դա նաև մեր սխալի պատճառով չի։ Լավ, էլի վերադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, մի տեսակ տպավորություն չունեցաք, որ տարբեր բաների մասին են խոսում։ Հայաստանը խոսում է տնտեսական հարաբերությունների մասին, Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանի դեպի Եվրամիություն ընթացքը եւ խոսում է անպայման հանրաքվե անցկացնելու մասին։ Պեսկովն նույնիսկ ասում է ժամկետներ չեն նշվել, բայց այդ հարցը քննարկվել է։ Արդեն իրենք ժամկետներին են հասել, երբ որ այստեղ այդպիսի մտադրություն դեռ չկա։ Մեր օրենսդրությունը է պահ այդ։ Մեր օրենսդրությունը նման պահանջ չի դնում, այնպես չի որ Վլադիմիր Պուտինին որևէ իր աշխատակից չի տարեդրել օրենսդրությունը հանրաքվեի մասին օրենքը։ Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության, դրա համար հանրաքվե պետք չի։ Հանրաքվե պետք է գալիս, երբ որ վերջում անդամակցելու ես վերպետական կառույցի։ Հանրաքվե անհրաժեշտություն կարա առաջանա, եթե Հայաստանի իշխանությունները չուզենան, ժողովրդի քաղաքացիական նախաձեռնությամբ ստորագրություն հավաքես, պարտադրես, որ դիմում գրի, բայց դիմում գրելու համար հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Ասեք 13 թվականին, որ մենք այդ ասոցիացիան համաձայնագրի պայմանագրից հետո մենք, ինչպես ասում եք, մեկ գիշերում դարձանք Մաքսային միության, հետո Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդ ժամանակ հանրաքվեի կարիք չկար եւ Ռուսաստանը չասեց հանրաքվե արեք, որովհետեւ տեսնենք ձեր ժողովուրդը ուզում է միանաք մեզ, թե չէ։ Հիմա ասում է հանրաքվե արեք, որովհետեւ տեսնենք ուզում եք այնա ժողովուրդը, թե Որպեսզի թյուրիմացություն չլինի, ասեմ, որ այն ժամանակ հանրաքվեի մասին օրենքը վերպետական կառույցի հետ կապված այդ կետը չէր նախատեսում, բայց դա էլ կապ չունի։ Ընդհանրապես խնդիր մենք չունենք։ Հիմա Հայաստանը դիմում է գրել, որ դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, հանրաքվե է արել։ Ռուսաստանն էլ առանցքային դերակատարություն ունի այդ կազմակերպությունը։ Այս ամեն ինչով հանդերձ հա իրավական հարցն էլ մի կողմ, քաղաքականն էլ եւ հայտարարությունը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների էլի այդ հանրաքվեի առաջարկով եւ այլն։ Կարծում եք մոտեցել է այդ կողմնորոշման պահը, թե դեռ չէ, ինչպես Հայաստանի իշխանություններն են ասում, դրա համար դեռ ժամանակ կա, մինչեւ դիմում տանք։ Հիմա խնդիրն ինչն է։ Ռուսաստանն ասում է, եթե դու նույնիսկ հետո ես որոշելու, ես քեզ դա թույլ չեմ տալու։ Որոշի հիմա։ Այդ դրա համար որն է հարցը։ Եթե այսօր մենք դեռ չորոշած միայն մտադրություն ունենք հեռահար, իսկ ակնհայտորեն գիտենք, որ մենք այդ օրվան չենք էլ հասնելու, որպեսզի մենք հասնենք ճամփաբաժանին, մեզ კი չեն թողում առաջի քայլը անենք։ Այսինքն դա նշանակում է ավելի պարզ էլ որն է, որ եթե այսօր Ռուսաստանը նույնիսկ առաջի քայլը թույլ չի տալիս անել, ես էլ համարում եմ հետևյալ կերպ. Էլ ինչ անի Ռուսաստանը, որ հասկանանք, որ պետք է այդ առաջի քայլը հաստատակամորեն անենք դեպի Եվրամիություն, որովհետև Ռուսաստանի հետ որպես գործընկեր մենք ճանապարհ չունենք։ Բայց դուք եք ասում, որ նույնիսկ քայլ չենք արել, նույնիսկ ձեր ասած առաջին քայլը չենք արել, բայց Ռուսաստանը արդեն տեսնում ենք, թե ինչ ճնշումներ է գործադրում եւ դեռ ինչ ճնշումներ կարող է գործադրել։ Որովհետեւ մենք անընդհատ մտածում ենք, վայ, հանկարծ Ռուսաստանը չճնշի։ Այդ նույն Ռուսաստանը գազա մատակարարել Ուկրաինայի տարածքով մինչև 2025-ի հունվար, պատերազմը եղել է 22 թվականի փետրվարի 24-ից։ Պատերազմող երկրի միջոցով գազ էր ինչի՞ պիտի մեր գազը կտրի։ Դա իր շահերից էր բխում։ Հա մերոպ, բայց ինչի՞ պիտի մեր գազը կտրի։ Մենք ապրանք առնող չենք։ Դու ապրանքը տալիս ես, թե փողը տալիս եմ։ Ես քո այդ պատերազմը։ Եթե ասում եմ, ես չեմ ֆինանսավորի քեզ, ես չեմ թողնի, որպեսզի դու փող աշխատես այստեղ, լավ ապրես, մինչև օգուտներ ստանաս ԵԱՏՄ-ից եւ դա նախապատրաստի քո լողը կամ վազքը կամ ուղղությունը դեպի Եվրամիություն,
այդ տրամաբանությունից չի բխում, որ կարող է, այսինքն բացահայտել է ասել, որ կարող են թանկացնել գազը կամ անջատել եւ այլն։ Շատ լավ։ Հիմա այսպես Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում ես զրուցում եմ քաղաքագետ Էդվարդ Տանտինյանի հետ, մենք խոսում ենք արտաքին քաղաքականային խաչմերուկի մասին, որտեղ հայտնվել է Հայաստանը, այս պարագայում խոսքը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին է։ Ընթացիկ իրավիճակից հետո մենք արդեն հասանք այլ քայլերի Ռուսաստանի կողմից հնարավոր կամ հավանական, որոնք կարող են կիրառվել, խոսքը մասնավորապես գազային շանտաժի մասին է։ Դուք համաձայն չեք այն մտքի, որ դա հավանական է, հատկապես որ Ռուսաստանը բացահայտ է հայտարարում գազի գնի թանկացում եվրոպական գների համամասնությամբ եւ կամ անջատել։ Հավանական համարում եմ, բայց մի խնդիր էլ կա։ Էլի նորից վերադառնանք նրան, որ մենք պարարտ հող ունենք, որ Ռուսաստանը սանկցիա կիրառի եւ Ռուսաստանի շահերը սպասարկեն։ Այսօր քանի մարդ է Հայաստանում ասում, մեղայականով պետքա գնալ Ռուսաստանի խնդրել, որ մեր ապրանքը ընդունի։ Բայց հենց Ռուսաստանը դրա համար էլ արել է։ Ռուսաստանը, որը հարձակվեց Ուկրաինայի վրա, ինչ խնդիր էր լուծում։ Ապա ռազմականացնել Ուկրաինան, արեց, չարեց։ ՆԱՏՕ-ն հեռացնի իր սահմանից, արեց, թե մոտեցրեց Ֆինլանդիայի, Շվեդիայի տեսքով եւ ոչ միայն Թուրքիան էլ մտցրեց Հարավային Կովկաս, մտցրեց Ադրբեջան։ Ինչ խնդիր ինքը կարողացավ լուծել։ Կորցրեց Վենեսուելան, կորցրեց Կուբան, կորցրեց Սիրիան, կորցրեց ազդեցությունը Վրաստանի վրա, ինչքան ուզում է այսօր ասենք ռուսական ազդեցությունը, բայց հասկանում ենք, որ իրանք զգում են, հենց Ռուսաստանը թուլացավ գնալու է։ Չի կարողանում անգամ մեր դնեստերը պաշտպանի, ասում է մեզ պետք է մեր դնեստերը։ Ադրբեջանի վրա ինքը ազդեցություն ունի, երբ որ ժամանակին ուներ։ Այս բոլորը կորցրել է աֆրիկյան երկրներում իր ազդեցությունը որտեղ ուներ, ուկրաինացիք գնացել են Աֆրիկա, ռուսներին դուս են անում։ Այս ոնց եղավ, որ ամբողջ աշխարհում Ռուսաստանը իր ազդեցությունը կորցնում է, մենակ Հայաստանում համառորեն ուզում է պահի, որովհետև ինքը չի պահում, ստեղ Ռուսաստանի շահերը Ռուսաստանից լավ են պահում։ Բայց դա է մարդուն ներվայնացնում, որ ասում եք ժողովուրդ ջան, դուք չեք նայում աշխարհում ինչ է կատարվում։ Եթե մենք ինքնիշխան պետություն ենք, մենք պետք է ընտրություն կատարենք։ Ասում ենք հարգելիներս, մենք ենք չէ ընտրություն կատարելու։ Լավ մի հատ որոշենք մենք ուր ենք գնում, նոր որոշենք, վտանգը որն է, ի վիճակի ենք, լավ մենք հայեցակարգը հասկանանք, նոր ճանապարհային քարտեզը նայենք, Ռուսաստանից պետքա անմիջապես փոխվել, Ռուսաստանից պետքա մեղմ փոխվել, թե ոնց փոխհատուցենք Եվրոպայի աջակցությամբ։ Մենք դեռ այդ փուլին չենք հասնում, որտեղ ասում ենք ժողովուրդ, Արևմուտքն է լավ, թե Ռուսաստան, դե այնտեղ հզոր երկրներ են, քաղաքակիրթ երկրներ են։ Արևմուտքը լավ է, ամեն ինչ լավ է, բա ուր ենք ուզում գնանք Ռուսաստան։ Ավելի աբսուրդ բան ես չեմ պատկերացնում, անկախության սերունդը թույլ տա, որ իրա փոխարեն քվեարկեն, Հայաստանը գնա Ռուսաստան։ Ինչա, մենք չենք տեսնում Ռուսաստանի տնտեսության վիճակը։ Հիմա որ հանրաքվե լինի, տեսական վերցնենք, Հայաստանի ժողովուրդը ինչպես քվեարկի։ Որ հանրաքվե լինի, Հայաստանի ժողովուրդը իհարկե մեծամասնություն չի քվեարկի Ռուսաստանի կազմ մտնել, բայց քանի տոկոս էլ ասի, դա գերագույն խայտառակություն է, որտեվ էսեն ժողովուրդն ա, որ 88 թվականին գետի պես փողոց ա լցվել, 88 թվականի հավաքված մարդիկ փողոցում, դրանից հետո անկախ Հայաստանի ժամանակ այդքան մարդ երբեք չի հավաքվել։ Նրանք որ դուրս են եկել, չասեմ նրանք, ես էլ իրանց հետ երիտասարդ ենք եղել, բոլորս փողոցում ենք եղել։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունն ավելի թույլ չէր, քան այսօր Ռուսաստանն։ Ում մտքով կանցներ, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, բայց 88 թվականին մարդիկ փողոցում էին։ Մածնի շշով մոլոտովի կոկտեյլ էին սարքում, Խորհրդային Միության տանկերի վրա նետում։ Էս այդ ժողովուրդն է։ Լավ, հիմա եթե Ռուսաստանը գնա այդ քայլին, Հայաստանը ունի այլ ընտրանքներ, Իրանը իսկապես իրական այլ ընտրանք է, թե այստեղ բազմաթիվ դժվար լուծելի կամ գրեթե անլուծելի խնդիրներ ունենք մենք։ Կա այսպիսի խնդիր։ Իրանի հետ կապված մտադրությունը մի բան է, գործնական, տեխնիկական հնարավորությունները մի բան, եւ վերջի պահին հանկած Ռուսաստանը Իրանին չհամոզի երրորդը։ Դե հիմա Իրանը կարծես թե ինքն է առաջարկում, որպեսզի ավելացնի գազի ծավալները, նույնիսկ այդ խողովակը, որ ունենք, չնչին ծավալով է օգտագործվում, նույնիսկ որոշ գնահատականների համաձայն, եթե ամբողջությամբ գրեթե կծածկի Հայաստանից ամբողջ պահանջարկը, բայց այստեղ ունենք մենք այդ գազային տխրահարճակ պայմանագիրը, դա ինչպես կարելի է շրջանցել։
Հիշում եք Կազանի պայմանագիրը ոնց ընդունվեց, ոնց Հա, Սերժ Սարգսյանի ժամանակից դա։ Դա ստորացուցիչ պայմանագիր էր, ոչ թե պայմանագիր, խայտառակություն էր։ Դա մի ինչած դա բազայի ժամկետն է երկարաձգվեց, այն դեպքում երբ որ 10 տարի ժամկետին կար, դա էլ է Սերժ Սարգսյանի ժամանակերը։ Բայց հիմա մի խնդիր նայենք, Իրանի հետ կապված։ Իրանը ցանկություն հայտնում է, դա մեծ ձեռնտու է։ Ուստի գնին չնայենք, ձեռնտու է բոլոր պարագաներում։ Կկարողանա Իրանը տեխնիկապես անի, դա էլ մի խնդիր է, եւ հանկարծ Ռուսաստանը Իրանին չճնշի, ասի չանես դա, իմ դեմ ես անում, մի անի։ Բայց հիմա դրա համար մենք պետք է մտածենք, իսկ որն է, որ Իրանի հետ կապված մենք աշխատանք տանենք եւ վստահ լինենք, որ Իրանը Ռուսաստանին կասի, խնդրում եմ, այս հարցում իմ վրա չփորձես ճնշում գործադրել։ Իրանը Ռուսաստանի հետ համագործակցում է ընդդեմ Ամերիկայի։ Նա նորություն չի։ Հայաստանը մանևր է անում թե Իրանի հետ, թե Ռուսաստանի, թե Ամերիկայի։ Էնպես չի որ հաջող մանևր է անում, բայց ուրիշ խնդիր կա։ Իրանը կտրականապես դեմ է Ամերիկայի ներկայացվածությանը Հայաստանում։ Եթե ինքը կարողանա Ամերիկայի հետ ինչ որ ձևով պայմանավորվի, կասի այս կողմերը չերևաս, եւ Հայաստանի վրա կարող է ճնշի, դա վտանգավոր է, բայց կոմպրոմիս ունենք մենք, որն է դա՝ ի տարբերություն Ամերիկայի, Իրանը Եվրոպայի նկատմամբ այտենց անտագոնիզմ չունի։ Ընդհակառակը եվրոպական ազդեցիկ պետությունների հետ միշտ Իրանն ասում է եկեք իրար հետ բանակցենք, իրար հետ լավ ելնենք։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ծեր տրամաբանությամբ այստեղ Եվրամիությունը մեզ կարող է օգնել աջակցել ոչ միայն տնտեսական նախագծերով, օգնության խոստումներով, այլ հենց դիվանագիտության մեջ, հենց Իրանի հետ աշխատանքի։ Իհարկե, մենք վաղը, երբ որ կանգնենք, ասենք, ուզում ենք Ամերիկա եւ ՆԱՏՕ, Իրանը պետք է ասի ոչ նա, բա մենք ինչ կոմպրոմիս ենք անելու։ Բանակցային սեղանին դնում ենք Ամերիկա եւ ՆԱՏՕ, Իրանին ջղայնացնում ենք, ինքը ասում է ոչ, ասում ենք դե լավ, համոզեցիր Եվրոպա։ Իսկ Եվրոպան իր անվտանգային հարցերը լուծում է։ Ոչ միայն տնտեսական կառույց է։ Իսկ ով է ասել, որ Իրանին ձեռնտու չի Հայաստանի միջոցով Եվրոպայի հետ աշխատել։ Էն էլ մտածի, որ առաջի ջութակը ամերիկան չի Եվրոպան է։ Իսկ ով է ասել, որ այդ պարագայում Իրանը Ռուսաստանին չի ասի, ընկեր, իմ գործերին չխառնվես։ Որովհետև այս պարագայում Հայաստանի հետ իմ գործընկերությունը բխում է Իրան պետության շահերից։ Դեր ասած տրամաբանությամբ նույնիսկ Հայաստանը կարող է տարածաշրջանում էներգետիկ հաբ դառնալ, հա, գազային։ Չնայած այդ առաջարկն է Հայաստանի տարածքով այլ երկրներ գազ տեղափոխել եւ այլն։ Հիմա այսպեսի խնդիր կա, եթե Հայաստանը չունի այսօր իրական աջակից, որտեղ Ռուսաստանը մեզ ինչ աջակից, իսկ Ամերիկայի հարցը խիստ վիճելի է։ Ամերիկան մեզ անվտանգություն նախ չի խոստացել, հետո մենք տեսել ենք արաբական երկրներին անվտանգություն ոնց է ապահովում։ Այսինքն հոմեզ դա պետք չի, ուրիշ օրինակով լավ էլ տեսնում ենք։ Երբ որ մեզ ճղում ենք, ասում ենք Եվրամիություն, նաև անվտանգություն, դա նաև Իրանի հետ կապված հարց է լուծելու, որովհետև Իրանի հետ կապված հիմա տեսեք որն է։ Ռուսաստանը անընդհատ Իրանին ասում Ամերիկայի հարցում ես քեզ կօգնեմ։ Ռուսաստանին մեղադրում է, որ նավիգացիոն տվյալներ է տալիս Իրանին, որ հարվածի ամերիկյան բազաներին։ Տրամպը դրանից զայրացած է, ասում է, ես ինչ եք անում։ Թույլ չեմ տա, որ դուք զինեք Իրան։ Այս պարագայում Իրանը, եթե Հայաստանի հետ աշխատում է, մի առիթ պետք է լինի, որ Ռուսաստանին ասի, խնդրում եմ, Ամերիկայի հետ մեր հարաբերությունը չխառնես, Հայաստանի հետ մեր հարաբերությունը որակապես այլ է, եւ Հայաստանը չի ձգտում դեպի Ամերիկա, թեպետ Ամերիկայի հետ մեր հարաբերությունը լավ ունենալ, դա իդեալական է, դրա մասին չի, բայց մենք ունենք կոմպրոմիսային տարբերակ, տնտեսական տիրույթը կամ ռազմաքաղաքական տիրույթը Եվրամիությունն է, Ամերիկան գործընկեր պետություն կարող է լինել։ Պարոն Անդրանյան, այս ամեն ինչը տեսական հարթության մեջ շատ լավ է հնչում աշխատանք, Եվրամիության օգնություն, այդ թվում նաև դիվանագիտական աշխատանք, Իրանը որպես էներգետիկ այլընտրանք Հայաստանի համար, բայց մենք ունենք շատ կոնկրետ իրավիճակ, շատ կոնկրետ պահանջ, շատ կոնկրետ վիճակ, հա, եւ ընտրություններին մասնակցում եք, պատկերացրեք, որ խորհրդարանում եք կամ վարչապետն եք։ Վաղը Ռուսաստանը հայտարարում է, որ գները թանկանում են մինչև $600-700։ Ինչ է պետք անել, առաջինում կզանգեիք, ինչ կանեի։ Հարցը հետևյալն է. եթե Ռուսաստանը սանկցիա կիրառել է, Հայաստանը երբեք չի ասել գնում եմ Եվրոպա։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, որ եվրոպական չինովնիկների հետ հանդիպում էր, ասում էր մենք հարաբերություն Ռուսաստանի հետ չենք փչացնելու։ Նույնիսկ այդ պարագայում նրանք ձեռք են մեկնել։
Շատ դեպքերում ինչ են ասում, ասում են Եվրոպայի մեկնաձեռքը բավարար չի, իհարկե բավարար չի։ Բաժանանակին են տնային աշխատանքը պետք է արած լինեինք, չէ՞, սերտիֆիկատի հարց, լիցենզիայի հարց եւ այլ։ Լոգիստիկ խնդիրներ լուծեին։ Հիմա ունենք այս իրավիճակը, Բայց հիմա այսպեսի վաղը հայտարարում է։ Եթե Ռուսաստանը վաղը ավելի կատեգորիկ է մեր առաջ խնդիր դնում, մենք էլ ավելի կատեգորիկ պետք է Եվրոպային ասենք ընկեր։ Նաև դուք եք, չէ՞ մեզ կանաչ ճանապարհ բացել։ Հո մենք չենք մոռացել, որ դուք անգամ որոշում կայացրեցիք եւ մեզ հրավիրում եք։ Մենք հավատացել ենք ձեզ, քայլը արել ենք, ընկել ենք խնդրի մեջ։ Կարող եք ավելի ագրեսիվ օգնել մեզ, քան այն, որ հիմա եք անում։ Այլապես հիմա մենք ամենավատ վիճակում ենք։ Այնտեղ չենք գնացել։ Այնտեղից էլ դուրս չենք եկել, այնտեղից ճնշում են, այնտեղից էլ բավարար չափով չեն։ Իսկ եթե Եվրոպան պատրաստական կլինի, իսկ եթե Եվրոպան պատրաստական չլինի, պատերազմի մեջ ներքաշված Ուկրաինային 5 տարի բաղով ապահում, անգամ զենքը փուրել ծրագրով առնում է Եվրոպան, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները Ամերիկայից եւ տալիս է Ուկրաինային։ Պլյուս դրան ասում են Ուկրաինային 10 միլիոն մարդ է դուրս եկել։ Ժորժ ջան, այդ 10 միլիոն մարդը ուր է գնացել։ Հիմնական մասը Եվրոպա։ Ուկրաինացուն ոչ միայն պահում է Ուկրաինայում, ուկրաինացուն պահում է նաև Եվրոպայում։ Այդ ամեն ինչը մենք չենք տեսել, լա Ուկրաինայի չափը նայեք, լա Հայաստանի չափը նայեք, լա Ուկրաինայի խնդիրները նայեք Հայաստան պահելը իրանց համար, դա ինչ խնդիր է։ Ուղղակի մենք այդ խնդիրը պետք է ձևակերպենք։ Ասենք հարգելիներս, մենք ձեզ հավատացել ենք, դե օգնեք այդ հարցը լուծել։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ եթե տեսական բան եմ ասում, հա, եթե վաղը հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ Հայաստանի գազը անջատվում է կամ թանկանում է, դուք առաջինը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կզանգեիք, եթե վարչապետ լինեիք։ Ոչ միայն։ Ոչ միայն։ Երկրորդը ում։ Չէ, այսպես ասենք, հարցը մենակ նա չի ում զանգելու մասին է խոսքը։ Մենք այսպես նայենք հարցը։ Եվրոպան ինչ արեց։ Ռուսաստանը գազային շանտաժ էր անում, ինչ արեց։ Ասեց ուրիշ տեղից կբերեմ, թանկ կբերեմ, խնայողության ռեժիմ կմիացնեմ, բայց ես քո շանտաժի տակ չեմ մնա։ Արեց, դա այնտեղ ինչ արեց Պուտինը, ոտերներ են Եվրոպայի, ասել գազը ստացեք էժան, ասին հաջողություն չենք անելու։ Այսինքն, եթե մի հատ պինդ կանգնում ու ասում ես, կսառեմ էլ, մենք մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել։ Եթե սկզբունքը ավելի թանկ է, կսառեմ էլ, բայց չեմ զիջի։ Այդ ժամանակ քեզ չեն ասի արի սարի, որովհետև այն հեգնանքով, որ խոսում են Եվրոպայի հասցեին, այդ նույն հեգնանքից հետո ո՞նց էին, Պուտինը կանգնեց ասեց, բայց գազը տալիս եմ իրանք չեն առնում, բայց ինչ անեմ։ Լավ, եւ մեր զրույցի վերջում բլից հարցեր եւ արագ մեկ բառով կամ առավելագույնու մեկ նախադասությամբ պատասխանել։ Այսօր Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը որ երկիրն է։ Եվրամիություն։ Հայաստանը 5 տարի հետո ավելի մոտ կլինի Մոսկվային, թե Բրյուսելին։ Միանշանակ Բրյուսելին։ Հայաստանը կարող է լիարժեք էներգետիկ անկախություն ունենալ։ Անկախություն էներգետիկ միանշանակ պետք չի, բայց քաղաքականությամբ կարող է անկախ լինել։ Իրանական գազը Հայաստանի համար իրական հնարավորություն է, թե ոչ։ Միանշանակ իրական, եթե մենք ճիշտ աշխատենք Եվրոպայի եւ Իրանի հետ։ Ռուսաստանը մինչև տարեվերջ կշարունակի տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը ինքը տնտեսական ճնշումների տակ է, եթե մենք մեզ ամուր պինդ պահենք, այդ ճնշումները կդառնա անիմաստ։ Եվրամիությունը Հայաստանին ավելի շատ խոստումներ է տալիս, թե իրական հնարավորություններ։ Խոստումներ տրված է, եթե մենք զուգահեռ քայլը անենք, հնարավորությունները կլինի իրական։ Մեկ նախադասությամբ որն է Հայաստանի համար այսօր ամենաճիշտ արտաքին քաղաքական բանաձևը։ Մի բան, ըլնել Եվրամիության ընտանիքի լիիրավ անդամ, որտեղ ապահովված է թե ռազմաքաղաքական, թե տնտեսական կոմպոնենտը։ Այո, թե ոչ, Ռուսաստանը դեռ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Իրականում ոչ, փաստացի ոչ, բայց թղթի վրա գրած։ Այո, թե ոչ, Հայաստանի Հանրապետությունը գործնականում շարժվում է դեպի Եվրամիություն։ Գործնականում ոչ, բայց արդեն պարտադրված է որ շարժվի։ Եթե գործնականում ոչ, Ռուսաստանը ինչի է ճնշում։ Ռուսաստանը պրոֆիլակտիկ է անում։ Ասում դու պետք է իմ ազդեցությունից դուրս չգաս։ Այո, թե ոչ, առաջիկա 1 տարում հայ-ռուսական հարաբերությունները կլավանան։ Ոչ։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք, որ հեռուստատիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Այն միտքը ես ուղղակի ասեմ, որ քանի որ ես ինքս 22 տարի մտածել եմ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, եւ այս սանկցիաները, որը կիրառում են, մեր մեղքով չի որ կիրառում են։ Իշխանության վարած քաղաքականության արդյունքում, բայց պարզ հարց, եթե մեկը հարցներ ասեր հարգելիս, երբ որ դուք Եվրամիությանը հայտ ներկայացնեիք, այդ սանկցիան չէր ելնելու, պետք է ասենք ելնելու էր։ Դե դեպքում ասեք ինչ անենք։
Ես պարտավոր եմ դա ասել։ Այո, կարող եմ ասել, եթե մենք իշխանություն լինեինք, այս գործիքները կունենայինք։ Եթե մենք պարլամենտում լինեինք, պարլամենտական ամբիոնը կօգտագործեինք կամ կապերը կօգտագործեինք։ Դա շատ լավ է, չունենք դա, բայց իրականում եթե մենք մի բան ասում ենք, տերենք մեր խոսքին, եթե վաղը մարդիկ ասում են, լավ, այսօր սանկցիա է կիրառում Ռուսաստանը, հիմա մեղայականով պետք է գնանք Ռուսաստանի ոտերն ընկնենք, թե պետք է ավելի ագրեսիվ ձևով քայլեր անենք դեպի Եվրոպա, պետք է քայլեր անենք դեպի Եվրոպա։ Ու նրանք, ովքեր մտածում են, բա որ սառենք, ձեր տեղը ձենները տակ տեղից է գալի, ես Հայաստանից եմ դա ասում։ Այդ նույնը որ սառենք, ես առանձին խողովակ գազի չեմ քաշել որևէ երկրից։ Ես ձեզ հետ միասին այդ դժվարությունները կրելու եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, Հայաստանի քաղաքական արտաքին քաղաքական ընտրությունները պարզապես դիվանագիտության հարց չեն եւ այս զրույցն էլ մեկ անգամ եւս փաստեց, որ մենք բավական բարդ իրավիճակում ենք, թե ինչ ճանապարհ կընտրի Հայաստանը, դա կախված է եւ իշխանության որոշումներից եւ հասարակության ցանկությունից եւ պահանջներից։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտոնյանի հետ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։